Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։ Ամերիկյան հետախուզության այս տվյալները հրապարակել է CBS հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ Իրանն օգտագործում է ոչ մեծ նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է 2-3 հական փոխադրել։ 2022-ից հետո նավթի գնի կտրուկ այս աճը կարող է ավելի խորանալ, քանի որ նեղուցի ականապատումը կարող է ամբողջությամբ արգելափակել լցանավերի մուտքը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։ Հորմուզի նեղուցը կամ կդառնա հնարավորությունների նեղուց բոլորի համար, կամ կվերածվի պարտության նեղուցի պատերազմ հրահրողների համար, արդեն իսկ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հասցրել է սպառնալ Իրանին, նշելով, որ եթե երկիրը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, ապա Իրանի համար ռազմական հետևանքներն աննախադեպ կլինեն։ Այս ամենից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը եւ ինքը Թրամփը հայտարարել են, որ ոչնչացրել են այդ նավերը կանխելու համար նեղուցի ամբողջական ականապատումը։ Նավթի գնի աճի ֆոնին այսօր նաև հանդիպում են նախապատրաստում G7 երկրները։ Ֆրանսիայի նախագահությամբ անցկացվող այս հանդիպման նպատակն է զսպել նավթի գների թռիչքը։